Բարև ժողովուրդ ջան, լսեցի Էդգար Ղազարյանի բարբաջանքը, զրպարտությունները, ինչի, հեսա փաստ են։ Պարգևավճարներ պարգևատրել են իրենք օրենքով չնախատեսված ֆինանսավորումից դուրս։ Ասում ես օրենքով չնախատեսված, բա դու իրավաբանական ես ավարտել, ոնց հասկացա, չգիտեմ, ոնց ես ավարտել, անգամ նեղված էիր, որ քպական ուսանող էլ կա, ստիպված գալիս է իր դասը էլի։ Հիմա մեծ հարց եմ քեզ ուզում տամ։ Օրենքով չնախատեսված պարգևավճարն ինչ է Իրանից ներկայացնում։ Իրավաբանորեն էլի մի հատ այդ բառը ասա հասկանամ։ Իսկ եթե դա օրենքով հաստատված չէր, այդ պարգևավճարները, նախ այդ թիմակիցներդ, որ այդտեղ նստած են, անդիմություն կոչվածը, իրանք խեն ստացել։ Կամ դու, որպես իրավաբան, գնացել ես ինչ-որ մի բան արել ես դրա համար, քննչական կոմիտե, հակակոռուպցիոն, դիմել ես, Ղազարյան։ Ձեռք են բերել տներ, առանձնատներ, տնավեր դարձնելով 100,000-ավոր մարդկանց։ Չեմ ուզում էլի վանգություն անեմ ստեղ եթերով, այդ հարց եմ ուզում քեզ տամ։ Ինչ է նշանակում ձեռք են բերել տներ, առանձնում թողելով հազարավոր մարդկանց, հա՞։ Ես ինչ ակնարկ ես անում։ Հա, Ղազարյան։ Ընդհանրապես դու ջոգում ես որտեղ ես գտնվում։ Ազգային ժողովում, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, էսի քեզ անժոյի բուտկեն չի հելնես ինչ ասես, էշ դուս տաս։ Կամ չի նշանակում որ դու պատգամավոր ես, ուրեմն դու կարաս քեզ ամեն ինչ թույլ տաս։ Ու թարգի ես կապիկությունը, ինչ կապիկություն արել եք որպեսի հայտնվեք ազգային ժողովում, հայտնվեցիք հասակ ձեր նպատակին։ Հիմա ազգային ժողովում եք, թարգեք ես կապիկություն արա, սրտներս խառնում է, հենց ձեր ռոժը տեսնում ենք, ուզում ենք հետ տանք։ Ասում ես լավ չեմ։ Մենք էլ լավ չենք։ Մենք էլ լավ չենք լինի, որտեղ մենք կորուստ ունենք, որտեղ այդ տղեն կարար բժիշկ դառնալ, մեր զինվորներին։ Վիրահատեր։ Կարող է սակրավորների հետ ես, Ղազարյան։ Իսկ միգուցե մենք այլևս սակրավորի դի չենք ունենալու։ Դրա համար է տղեն չտարավ բժիշկ քո երազած։ Ինչքան մարդ պետք է աննասուն լինի։ Նման թեմաներ, նման կերպ, նման դիշովի պադաչ, այ ասենց ինչքան սրբապիղծ եք դուք, ինչքան սրբապիղծ։ Ախր քո մեջ այսքան խղճի խայտ չկա։ Ինչի մասն ես դու խոսում։ Հենում ինքդ քեզ հակասում։ Տղի ձերը զինվոր էր, հեն սակրավորները զինվոր, չէ՞։ Հա։ Հելել ես զինվորի թեմաներ շարքում, հետո էլ պատգամավորներին մեղադրում, որ իրանք շահարկում են ինչ-որ մի բան։ Լուրջ ես ասում։